Լրատվական ռադիոն ներկայացնում է Modus Vivendi արտաքին քաղաքականություն Հարապապյանի հեղինակային հաղորդումը։ Սպիտակ Չոր Վարդագույն Կիսաքաղցր Կարմիր Swan Lake Wine Bar Գինու Սիմֆոնիա Տերյան Սայատնովա խաչմերուկ Կարապիլի ջրամանցի համալիր Հեռախոս 096 35 10 00 Ողջույն հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում Modus Vivendi հաղորդաշարը։ Տաղավարում աշխատում են Հայկու Հիմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ Modus Vivendi կենտրոնի տնօրեն արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք Վահան Քարտաշյանի մասին։ Այս ազգանունը միգուցե որոշ մարդկանց ծանոթ է, որովհետեւ եթե հիշում եք, երբ Հայաստանում էր Քիմ Քարտաշյանը, նրան նվիրեցին Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը հրատարակության պարոն Պապյանի եւ այստեղ նաեւ խոսվեց Վահան Քարտաշյանի մասին, որը մեծ դեր է ունեցել իրավարար վճռի պահպանման հարցում։ Ով էր Վահան Քարտաշյանը եւ պարոն Պապյանի կենտրոնում Modus Vivendi-ում, եթե չեմ սխալվում, կա Վահան Քարտաշյանի անվամբ սենյակ, չէ՞։ Այո։ Ահա, հիմա կծանոթանանք Վահան Քարտաշյանին։ Այսօր երբ հնչում է Քարտաշյան ազգանունը, բոլորը Կիմ Քարտաշյանի կամ Քարտաշյան ընտանիքի մասին են հիշում, դե աշխարհը արդար չի։ Երբեմն մարդկանց, ովքեր ավելի քիչ դերակատարություն են ունեցել, ավելի շատ են հիշում, քան նրանց, ովքեր մեծ դերակատարություն։ Ինչու եմ կարծում, որ Վահան Քարտաշյանի դերը մեծ է։ Բազմաթիվ հայանպաստ գործեր է արել, բայց կարևորագույնը նշեմ, հետո կանդրադառնանք նրա կենսագրությանը։ 1924 թվականի օգոստոսի 6-ին Լոզանում կնքվել է մի պայմանագիր, ստորագրվել է մի պայմանագիր Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջև, որով պետք է վերահաստատվեր դիվանագիտական հարաբերությունները, որոնք հզվել էին 17 թվականի ապրիլին։ Եվ ահա այդ փաստաթուղթը 1927 թվականին մտավ Միացյալ Նահանգների Սենատ, ըստ գործող սահմանադրության 2/3-ը պիտի հավանության արժանանա, որովհետեւ կյանքի կոչվի այդ փաստաթուղթը եւ մերժվեց։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ այսօր էլ կարևոր է։ Առաջինը մերժումը, երկրորդը մերժման հիմնավորումը։ Հիմնավորումը հետեւյալն էր, որ քանի դեռ Թուրքիան չի իրականացնել Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, ապա Միացյալ Նահանգները չեն կարող հաստատել դիվանագիտական հարաբերություններ, որովհետև ըստ էության իրենք գործելու են իրենց իսկ նախկին որոշման վերաբերյալ։ Իսկ որն էր այդ որոշումը, մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք, դա իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգի մի մասների հանձնումը։ Մինչև մի բուն թեմային ասել, ես կուզեի ցույց տալ հենց այդ ժամանակների մի հետաքրքիր փաստաթուղթ եւ այս ամբողջ հենց նաեւ Վահան Քարտաշյանի շնորհիվ է տեղի ունեցել, որտեղ ինքը մշտապես նամակագրություն անեցել Ազգերի լիգայի հետ, օրինակ սա Ազգերի լիգայի ինֆորմացիոն բաժնի կողմից պաշտոնական հրատարակություն է։ Եվ այստեղ տեսնում եք այս սխեմատիկ քարտեզը, որտեղ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանը հստակորեն նշված է Վանից հարավ, այսինքն ուժի մեջ է համարվում Վիլսոնի իրավարար վճիռը։ Սա 24 թվականի Ազգերի լիգայի կողմից տված քարտեզն է։ Այլ Վահան Քարտաշյանի նման մարդկանց ջանքերի շնորհիվ էր այս ամբողջը պահպանվում։ Եվ 27 թվականին Սենատը որ մերժեց նման հիմնավորմամբ, երբևէ այն այլևս Սենատում չքննարկվեց, չհաստատվեց եւ հետագայում մինչեւ իսկ հետ կանչվեց։ Հիմա ով էր Վահան Քարտաշյանը։ Վահան Քարտաշյանը ծնվել է 1883 թվականին Կեսարիայում։ Նրա հայրն է եղել Նազար կամ Նազար աղա, ինչպես ասում էին, իսկ մայրը Մարիամ Քալայչյանը։ Ունեցել են երկու որդի, Կարապետը եւ Վահանը, մեկ քույր եւ այլն։ Ինքը կրթություն է ստացել հայկական դպրոցում,
բարսեղ կեսարացու, ապա սովորելա 10 տարի ֆրանսիական լիցեյում, որից հետո 2 տարի ամերիկյան քոլեջում, Թալասի քոլեջում, այսինքն այս բոլորը Թուրքիա։ Դուք տեսեք ինչ հետաքրքիր է, որ հայ աշակերտը կարող էր այդ ժամանակ եւ ֆրանսիական եւ ամերիկյան հաստատություններում կրթություն ստանալ։ Եվ ինքը երբ որ 1902 թվականին տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, այսինքն 19 տարեկանում ինքը փայլուն արդեն տիրապետում էր ֆրանսերենի, անգլերենի, բնականաբար նաեւ հայերենի։ Որի շնորհիվ ինքը ընդունվեց Միացյալ Նահանգների լավագույն համալսարաններից մեկը, Յելի համալսարանը, եւ ստացավ փայլուն իրավաբանական կրթություն։ Սովորեց 5 տարի, 1908 թվականին ավարտեց, սկսեց իր մասնավոր գործունեությունը, ապա ամուսնացավ եւ թվում էր պիտի լրիվ ամերիկանանար եւ դառնալ ինչպես շատ հայերը։ Եվ ըստ էության ինքը այդպես մեծ ազգային գործունեություն երիտասարդ տարիներին չունեցել, թեև գրել է 2 գիրք, մեկը կոչվում է The Ottoman Empire of the 20th Century, 20-րդ դարի Օսմանյան կայսրությունը, մյուսը Actual Life in Turkish Harem, թուրքական հարեմի իրական կյանքը։ Հետաքրքիր գրքեր են, մեր կենտրոնում կան այս գրքերը, այսպես ավելի նկարագրական այդ ժամանակ արևմուտքում կապես սեր կար հարեմի, արևելյան այս տիպի կյանքերի եւ այլն նկատմամբ։ Ապա Քարտաշյանը աշխատել է Նյու Յորքի Օսմանյան կայսրության հյուպատոսարանում որպես գլխավոր իրավախորհրդատու։ Ինչու, որովհետև այդ ժամանակ երիտուրքական հեղափոխությունից շատերն էին ոգևորված, ինքն էլ ոգևորվածներից մեկն էր, թվում էր այդ հավասարություն, եղբայրություն ամեն ինչ։ Մինչև 1915 թվական, երբ որ սկսեց ցեղասպանությունը, կան վկայություններ, որ Քարտաշյանը մտնում է հյուպատոսի մոտ եւ այդ իր բոլոր ստացած պարգևները, շքանշանները նետում է հյուպատոսին եւ հրաժարական ատալից դուրս է գալիս։ Եվ ահա այդ պահից սկսում է իր այսպես ինչպես ես վերնագրել եմ իր մասին մի հոդվածը, որը ի դեպ տպվել այս գրքում ավելի մանրամասն կարող եք կարդալ, որպես միայնակ խաչակիրը աննով հոդվածը սկսեց իր միայնակ խաչակիրի պայքարը, ինչու որտեվ ինքը իսկապես միայնակ էր պայքարում։ Նախ պայքարում էր ցեղասպանության հետևանքները մեղմելու համար եւ իր այդ կապերով հսկայական կարողացավ ամերիկյան մամուլում նյութեր տպագրել եւ իրազեկությունը բարձրացնել եւ Armenian Press Bureau գոյություններ Միհրանսվազլի գլխավորությամբ միասին համագործակցում էին, բայց Վահան Քարտաշյանը երբ որ Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը 18 թվականի մայիսին, 18 թվականի դեկտեմբերին ինքը ստեղծեց մի կազմակերպություն Armenian Committee for the Independence of Armenia, կներեք American Committee, այսինքն Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտե անունով, որը հետագայում ըստ էության սանից ճյուղավորվեց ներկայիս Հայդատի գրասենյակները, ըստ էության ինքն է հիմնադիր այդ ամբողջ շրջանի, որի նպատակը ինչն էր ճանաչել տար Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի Հանրապետությունը, որ շատ կարևոր էր։ Եվ նրա աշխատանքները պիտի ասեմ պսակվեց հաջողությամբ, որտեղ 2020 թվականի ապրիլի 23-ին Միացյալ Նահանգները ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը ի տարբերություն այն հանգամանքի, որ իրանք երբևէ չճանաչեցին Վրաստանի եւ Ադրբեջանի անկախությունը։ Այստեղ իհարկե մեծ դեր ուներ Վահան Քարտաշյանը, որտեղ նրան հաջողվեց իշխանություններին ամերիկյան դրա անհրաժեշտությունը բացատրել եւ ցույց տալ։ Իհարկե դա պայմանավորված էր մեծապես այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգները պիտի եւ նրա նախագահը պիտի ստանձներ իրավարար վճռի կայացումը, իրավարարություն առանց ճանաչումի դա չէր լինի։ Այս American Committee կոչեցյալը շատ ազդեցիկ էր, այն գործնականորեն ղեկավարում էր Ջեյմս Ջերարդը, Միացյալ Նահանգների նախկին դեսպանը Գերմանիայում պատերազմի տարիներին, իսկ պատկերացրեք, որ պատերազմի տարիներին, այսինքն Գերմանիան առաջնային երկիր էր, չէ, Ամերիկայի համար, որտեղ առաջի թշնամի երկիրն էր, եւ պատերազմը երբ որ հայտարարվեց 17 ապրիլին, բնականաբար Ջերարդը վերադարձավ Միացյալ Նահանգներ եւ իսկ պատվո նախագահն էր Չարլզ Էվանս Հյուսը, որը
հետագայում դարձավ Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Ասեմ, որ USAID ելույթների մեջ բազմաթիվ անգամներ նշել է, որ իրավարար վճիռը ուժի մեջ, այսինքն 24, 25 եւ ավելի այդ հետագա թվականներին։ Ինչու է մանրամասն էս ամբողջին անդրադառնում, որովհետեւ սա շատ կարեւոր հանգամանքներ են եւ մարդու արածը գնահատելու համար, որովհետեւ գիտեք, մենք երբեմն հիշում ենք, պատվում ենք նրանց անուններով փողոցներ ունենք, այսինքն Երևանում խիստ անարժան մարդկանց։ Ոչ միայն անարժան, ասկասեի դավաճան մարդկանց, այսինքն Բոլշևիկների նույն բոլշևիկների, այսինքն, չգիտեմ, Կասյանի, Միկոյանի, մյուսի անգամ ուզում էին Միկոյանի հերթական արձանագրներ, կարդացեք հենց բոլշևիկների կողմից այդ ժամանակվա փաստաթղթերը եւ կհասկանաք նրանք ովքեր են եղել, այսինքն սրանք մարդիկ են եղել, որ այսօր եթե նման մարդիկ լինեին, հաստատ մենք դավաճան կամարենք, չգիտեմ ինչի այդ անցյալում ներելի է։ Իսկ Վահան Քարտաշյանը անմնացորդ նվիրված էր, անմնացորդ, միայն մի փաստ բերեմ, որ երբ որ Քարտաշյանը մահացավ 34 թվականի հունվարին, հայրենիք ամսագրի մեջ տպագրվեց մի հայտարարություն, որը կոչ էր անում ժողովրդին դրամահավաքի, որպեսզի հոգան Վահան Քարտաշյանի թաղման ծախսերը։ Մի մարդ, որը 1915-ին, երբ որ սկսեց իր պայքարը, $500,000 փող ուներ։ Այսինքն, իսկ 5 միլիոնը պատկերացրեք այսօրվա առումով, այսինքն մի 10 միլիոն հաստատ կա, դա հսկայական փող էր։ Այսինքն մարդը ամեն ինչով նվիրված էր, այսինքն իր ողջ գործունեության եւ արդյունքներն էլ շատ կարեւոր են, մենք գնահատենք ոչ միայն այն, որ ինքը նվիրված է եղել, որտեղ աշխարհում հաճախ են պատահում նվիրված մարդիկ, բայց անարդյուն են գործում։ Ինքը արդյունավետ գործեց, որովհետեւ կրկնում եմ, նրան հաջողվեց կամ նպաստեց ինքը իապես Հայաստանի ճանաչմանը մեկ, նրան նաեւ հաջողվեց հսկայական օգնության եւ վարկերի տրամադրություն կազմակերպել։ Օրինակ $11 միլիոն արտոնյալ վարկ տվեց Միացյալ Նահանգները Հայաստանին անմիջապես ճանաչումից հետո, որի մասին այսօր քչերն են խոսում, իսկ դա մեծ փող էր այդ ժամանակ եւ մոտարապես $18 միլիոն էլ օգնություն, անհատույց օգնություն, իսկ դրանք ամեն $1 միլիոն դրանք հազարավոր մարդկային կյանքեր էին, որոնք փրկվեցին, այսինքն պիտի հասկանալ, երբ որ մենք կարդում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, չգիտեմ, ծորեն էր գնում եւ օգնություն էր ստանում, այդ ամբողջը վերջը փող արժեր եւ դրանց թիկունքին կանգնած էին Վահան Քարտաշյանի նման մարդիկ։ Նրանից հետո, երբ որ Լոզանում ըստ էության Հայաստանը դուրս մղվեց բանակցային գործընթացից, որտեղ բնական էր, որտեղ Հայաստանը գոյություն չուներ, այնուհանդերձ Քարտաշյանը շարունակեց իր պայքարը։ Ասեմ, որ Քարտաշյանի թղթերը տպագրվել է իրավաբան Կարպիս Եղիանի կողմից The Papers of Վահան Քարտաշյան, ոչ ամբողջությամբ, ինչ որ կա, շատ հետաքրքիր, ես խորհուրդ կտայի ծանոթանալու հետաքրքրվողներին, բայց բուն արխիվը, այսինքն Ջեյմս Ջերարդի արխիվը կորած էր։ Երկար ժամանակ դա չէր հաջողում հայտնաբերել, որովհետև հետազոտողները որոնում էին կամ Նյու Յորքում, որտեղ եղել է հիմնական գրասենյակը, կամ Վաշինգտոնում, որը մայրաքաղաքն էր այդտեղ։ Տարիներ առաջ ինձ հաջողվեց գտնել այդ արխիվը, Ջեյմս Ջերարդի արխիվը Միզոլայի համալսարանում, Միզոլայի համալսարանը մի փոքր համալսարան է, այսպես կենտրոնական Ամերիկայում գտնվող նահանգներից մեկում, որտեղ ոչ հայ կա, ոչ բան, հետաքրքիր էր, այսինքն ինչ հնարավորություններ են այսօր տալիս նոր տեխնոլոգիաները։ Այսինքն ես ինչպես շարժեցի տրամաբանությունը հետեւյալն էր, այսինքն գտնելու այդ փաստաթղթերը, եթե չկա աշխատավայրի նահանգներում, ուրեմն պիտի լինի այնպիսի նահանգներում, որտեղ մարդիկ ապրել են, որտեղ ապրեն Նյու Յորքի նահանգում չկա, ուր կարող ապրած լինի, կարող ապրած լինի այն նահանգում, որտեղից իր կինն է եղել։ Եվ այդ միջոցով հաջողվեց գտնել, այսինքն նա մահվանից հետո ըստ էության Ջեյմս Ջերարդի արխիվը տեղափոխվել եւ նվիրել Միզոլայի համալսարանին։ Մոտարապես 2500 էջ է այդ արխիվը, հայերին վերաբերող մասը, ես դա պատճառել, մի մասը կրկնություն է, բայց կան բացառիկ հետաքրքիր փաստաթղթեր, օրինակ
Միացյալ Նահանգների նախագահ Կուլիչի նամակը նույն Ջեյմս Ջերարդին, որը վերահաստատում է իրավարար վճիռ եւ այլն։ Եվ այս ամբողջ կրկնում եմ Քարտաշյանի շնորհքն է, Վահան Քարտաշյանի շնորհքն է եղել։ Պարոն Պապյան, իսկ որքանով է, այսինքն ինչու եք դուք այդ գործունեությամբ զբաղվում, ելնելով Վիլսոնի իրավարար վճռից, դա է շարունակությունը։ Որովհետև եթե փորփրենք պատմության մեջ բազմաթիվ նման հայեր են, հա, եղել։ Չէ, նման հայեր բազմաթիվ չեն եղել, իրականության մեջ Ամերիկահայության մեջ, լավ, եթե։ Չէ, օրինակ Ամերիկահայության մեջ նման մեծության մենք մարդ չունենք։ Քաղաքական գործիչ չեմ ասում, ասեմ գրողներ, իմ ասենք Սարոյան բան։ Ինչու եմ ասում նման մեծության, որովհետև մենք եթե նայենք հաղթանակները, ասենք ամերիկահայ լոբիստների հաղթանակները, ամենամեծ հաղթանակը նա է ընդհանրապես, որ Սենատը մերժեց դիվանագիտական հարաբերությունների վերահաստատումը Թուրքիայի հետ եւ մերժեց հաստատելով իրավարար վճիռը։ Այսինքն չէ կարևոր է, դրանից մեծ նվաճում մենք չենք ունեցել։ Անկամ այդ նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը, անկամ Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը իրենց հետևանքային նշանակությամբ այդքան կարևոր չեն, ինչքան սա։ Եվ այս սրա թիկունքին, այսինքն նման բան թիկունքին Վահան Քարտաշյանն է, որը գրեթե միայնակ էր այդ ամբողջանում։ Գրեթե միայնակ էր այս ամբողջը։ Դրա համար պետք է Վահան Քարտաշյանի անունը հիշել։ Նրա անունով կա մի կոմիտե կոչում Արևմտյան Միացյալ Նահանգներում, բայց ընդհանուր առմամբ մոռացված է։ Ես տարիներ առաջ դա 9 թվականն էր կարծես, հա, չէ, 8 թվականին ես Նյու Յորքի գնացի Cedar Grove գերեզմանոցը, որտեղ ինքը թաղված է եւ փորձում էի գտնել նրա գերեզմանը։ Ցավոք սրտի գերեզմանը չհաջողվեց գտնել, նա անունը բացակայում էր բաների մեջ, ցանկերի մեջ եւ ես նաեւ ստանալով բացատրություն, որ քանի որ տասնամյակներ այցելություն չի եղել նրա գերեզմանին, թերևս գերեզմանի վրա վերաթաղում է կատարվել, ես շատ էսպես ասած վատ եմ զգում այդ բանից եւ անգամ իմ հոդվածի էսպես այդ գրության մեջ գրեցի, որ ինչպիսի անարդար ճակատագիր։ Բայց շնորհիվ նրա, որ ես սրա մասին խոսում եւ գրում էի, այ հենց դրա համար էս խոսալը նաեւ կարեւոր է, իմ ընկերներից նախ մեկը, Միկին, իր ընկերների հետ գնաց, որոնեց եւ գտավ գերեզմանոցը։ Ապա իմ ընկերներից մյուսը վերաթաղում եղել էր, հա։ Չէ, վերաթաղում չէ, խնդիրը հետեւյալն է, որ Քարտաշյան ազգանունը իրեն գրել էին անհասկանալի ինչ որ ձևերով, այսինքն լրիվ կարդում էր անհասկանալի ինչ որ տառերի, այսինքն այն գրողը, որը երևի կիսագրագետ ամերիկացի է եղել, այսինքն պիտի գրեր ազգանունը, արտասանել են եւ գնել ինչու որտեղ գերեզմանի վրա միայն հայատառ է գրած Քարտաշյան, Վահան Քարտաշյան։ Բնականաբար ինքը չի եղել արտագրելու հնարավորություն, երբ մեկին ասելա կարդա, նա էլ կարդացել է ինչ լսելա գրել, այսինքն երբ որ այսօր դուք որոնման մեխանիզմը տալիս եք համակարգիչով, ինքը չի բերում Քարտաշյան։ Բայց հաջողվեց վերջերս բառացիորեն այս տարվա ընթացքում փոփոխություններ մտցնել նաև այդ ծրագրավորման մեջ եւ արդեն Վահան Քարտաշյանի գերեզմանը կարելի է հեշտությամբ գտնել։ Ես ընդհանրապես խորհուրդ կտայի բոլոր հայերին, որ լինում են Նյու Յորք, եւ Նյու Յորքում ապրող հայերին այցելել Վահան Քարտաշյանի գերեզմանը in նշան երախտագիտության եւ շնորհակալության, ասեմ, որ Վահան Քարտաշյանը դեկտեմբերի 1-ին է ծնվել, դրա համար մենք հիմա դեկտեմբերի մեջ ենք խոսում, նախորդ դեկտեմբերի 1-ին մենք հնարավորություն չունեցանք խոսել, որտեղ խոսում էինք ոչ պակաս կարևոր մի դեպքի մասին, դա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության միավորման փաստաթղթի մասին էինք խոսում, բայց մյուս ուղղությամբ, այսինքն Թուրքիա ուղղությամբ Քարտաշյանի դերը բավականին մեծ է։ Հետևաբար հիշենք, որ ինքը ծնվել է դեկտեմբերի 1-ին 1883-ին, մահացել է հունիսի 11-ին 34 թվականի։ Այս օրերին գոնե մահվան օրը կարելի է հիշեք հունիսի 11 եւ ծննդը դեկտեմբերի 1, հայերը թող այցելեն, հիշեն։ Բացել է բավականին երիտասարդ, այդ ժամանակ ինքը ընդամենը 58 տարեկան, 51 տարեկան էր,
Բայց հետաքրքիր է, ինչու այդ գրությունների մեջ կա, որ մենք հաճախ չգիտենք դրա մասին։ Ուրեմն Միացյալ Նահանգները շարունակում էին ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը մինչև 1933 թվական։ Հիտլերի գալուստը։ Այո, ասենք Հիտլերը 33 թվականին եկավ իշխանության, կարծեմ հունվարին էր, եւ Միացյալ Նահանգները բնականաբար հասկացան, որ պատերազմ դառնում է անխուսափելի, կարիք ունեին դաշնակիցների, իսկ դաշնակիցների հարաբերվելու համար դու իրավականորեն ճանաչես, եւ 33 թվականին ճանաչեցին ՍՍՀ անկախությունը, որ կներեք ՍՍՀ գոյությունը, որ նշանակում է դադարեցվեց Հայաստանի անկախության ճանաչումը։ Եվ կա նամակը, ես դա կարդացել եմ, Գարեգին Փաստրմաչյանին ուղված, այսինքն մեր դեսպանին Միացյալ Նահանգներին, որ Միացյալ Նահանգները դադարեցնում են ճանաչել Հայաստանին եւ կա գրությունը նաեւ Վահան Քարտաշյանի, եւ սա 33-ի նոյեմբերն է, որ ես այլևս անելիք չունեմ։ Եվ ըստ էության կես տարի հետո 51 տարեկանով ինքը մահացավ, որտեղ ըստ էության այլևս ինչի համար ինքը ամբողջ կյանք ներդրել եւ պայքարել էր, դառնում էր անիմաստ, որովհետեւ անգամ Վահան Քարտաշյանի համար շատ ծանր հարվածներից բացի անհավանական էր, որ Հայաստանը կանկախանա։ Հայաստանը, բայց սա 34 թվական էր, դրանից ասենք մի 60 տարի հետո արդեն Հայաստանն անկախ էր։ Դրա համար երբեք պետք չէ հուսալքվել, միշտ պետք է պատրաստել համապատասխան հնարավորությունները դրանք զարգացնել եւ այդ ամբողջը կարող է մի օր իրականություն դառնա։ Սա ես ինչի համար եմ ասում, որտեղ երբ որ մենք արդեն տարիների վեր միասին խոսում ենք տարբեր թեմաների մասին, շատերն ասում էին այլ տեսեք, ասենք Թուրքիան անսասան է, Թուրքիան հնարավոր չի ինչ որ կործանվի կամ քրդերը երբեք կարևոր չի։ Մենք այսօր տեսնում ենք քրդական գործունի ինչպիսի էական առաջընթաց, քրդական պետության ստեղծման հնարավորության աճը լինի դա Սիրիայում, Իրաքում կամ Թուրքիայում, մենք տեսնում ենք արևմուտք-Թուրքիա հարաբերությունների բավականին լարվածությունը, մենք տեսնում ենք, որ մեղադրանքները հնչում Թուրքիայի հասցեին իսլամական պետությանը աջակցելու մեջ եւ ցա նաեւ արևմուտքից հնչում, մենք տեսնում ենք, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն են լարվում, հասկանում եք, շատ դժվար է կանխատեսել ընդհանրապես ինչ է տեղի ունենում եւ ինչ տեղի կունենա, բայց ես միշտ առաջնորդվել եմ մի շատ པարզ տրամաբանությամբ, որ աշխարհում պետությունները ստեղծվում են, պետությունները կործանվում են, իրավիճակները փոփոխվում են։ Հետևաբար գալու է մի օր, ես վստահ եմ, որ այլ իրավիճակ է, մոտենում այդ իրավիճակը եւ այդ ժամանակ այլ Վահան Քարտաշյանի այդ մի որոշումը Միացյալ Նահանգների սենատում իր այսինքն կայացված դառնում է էական, որովհետեւ ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները իրենց իր շահերից ելտերով, ինչպես այսօր շատ երկրներ օրինակ ցեղասպանության հարցը օգտագործում են որպես մահակ Թուրքիայի գլխին խփելու համար եւ իրենց համար ինչ որ բաներ կորզելու, վաղ գալու է մի ժամանակ, որ պիտի օգտագործեն նաեւ այս իրավարար վճիռը եւ Վահան Քարտաշյանի առածները նույն Թուրքիայի դեմ իրավական պայքար մղելու համար եւ ինչ որ բաներ փոխելու համար։ Այդ ժամանակ մենք կնկատենք, որ Վահան Քարտաշյանի դերը անուրանալի է։ Ես պարզապես այսպես կոչով կուզեի դիմել քաղաքային իշխանություններին եւ մեր ունկնդիրներին բան, որպեսզի ինչ որ գոնե Վահան Քարտաշյանի անունով մի փողոց կոչվի, գոնե ինչ որ մի բան, այս մարդու դերը իսկապես անուրանալի է։ Անուրանալի դեր է եղել եւ նվիրյալ մենք շատ ավելի անարժանների աններ ենք հավաքել Հայաստանում։ Վահան Քարտաշյանը արժի, որ իր հայրենիքում ինքը հիշվի։ Շնորհակալություն, պարոն Պապյան, հարգելի ունկնդիրներ, լսում եք Modus Vivendi հաղորդաշարը, այս թողարկումը նվիրված էր ամերիկահայ, ինչպես պարոն Պապյանը նշեց, գործիչներից ամենագլխավորներից մեկին Վահան Քարտաշյանին։ Տաղավարում աշխատում էին Հայկո Հիմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ Modus Vivendi կենտրոնի տնօրեն արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը։ Հաջողություն։